Ռուս-ուկրաինական բանակցային գործընթացը վերսկսվել է։ Աբու Դաբիում հունվարի 23-ից 24-ը տեղի ունեցավ Կիևի, Մոսկվայի և Վաշինգտոնի թիմերի եռակողմ հանդիպումը, որին նախորդել էր ամերիկացի պաշտոնյաների հանդիպումները Վոլոդիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հետ։ Կարծիք կա, որ 2022 թվականին Բելարուսում և Թուրքիայում կայացած բանակցություններից ի վեր Ռուսաստանը և Ուկրաինան առաջին անգամ են փորձում իրապես քննարկել խաղաղ կարգավորման շրջանակը, այլ ոչ միայն հումանիտար հարցեր։ Սպիտակ տունը արդյունավետ և պատմական է որակել Աբու Դաբիի հանդիպումը։ Կիևն ու Մոսկվան ևս ընդունում են։ Հակամարտող կողմերի դիրքորոշումները մի շարք հարցերում մոտեցել են։ Ըստ ուկրաինական կողմի ռուսական պատվիրակությունը շփումների ընթացքում այլևս պատմության դասախոսություններ չի կարդում, ինչը որակական փոփոխություն է։ Սակայն մնում է առնվազն մեկ անհաղթահարելի թվացող խնդիր՝ տարածքային հարցը։ Այսօր օրակարգում ռուս-ուկրաինական բանակցություններն են։ Արդյոք կարելի է ակնկալել, որ Աբու Դաբիում մեկնարկած բանակցությունները կմոտեցնեն խաղաղությունը և ինչ է հայտնի այդ հանդիպումների բովանդակության մասին։ Եթե հակիրճ, քննարկումների կենտրոնում են եղել մասնավորապես Դոնբասի հարցը և Զապորոժիեի ատոմակայանի ճակատագիրը։ Ռուսաստանը պահանջում է, որ ուկրաինական զորքերը դուրս բերվեն Դոնբասից, այդ թվում դեռևս ուկրաինական վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ Կիևը անընդունելի է որակում այս պահանջը։ Ուկրաինական կողմն էլ պահանջում է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն ներկայիս շփման գծով և որ ռուսական զորքերը հեռանան Զապորոժիեի ատոմակայանից։ Քննարկվում են պատերազմը դադարեցնելու հնարավոր պարամետրերը։ Օրակարգում հիմնականում եղել է Դոնբասը։ Կիևը չի փոխել տարածքների վերաբերյալ իր դիրքորոշումը։ Ռուսաստանը վաղուց փորձում է հեռացնել ուկրաինական ուժերին արևելքից, սակայն չի կարողանում հասնել այդ նպատակին առաջնագծում։ Ամերիկացիները փորձում են փոխզիջում գտնել։ Մենք համաձայն ենք շփվել եռակողմ ձևաչափով, բայց փոխզիջում գտնելու համար պետք է, որ բոլոր կողմերը պատրաստ լինեն դրան, այդ թվում ամերիկյան կողմը։ Նաև բարձր եմ գնահատում այն ըմբռնումը, որ Վաշինգտոնը պետք է վերահսկի պատերազմի դադարեցման և իրական անվտանգության պահպանման գործընթացը։ Աբու Դաբիում բանակցությունները զգայուն են և շատ բարդ։ Մոսկվայի հիմնական պահանջն է, որ ուկրաինական զորքերը լքեն ամբողջ Դոնբասի տարածքը, սակայն Մոսկվան դրական է գնահատում ուղիղ շփումների մեկնարկը։ Փաստը, որ որոշ խնդրահարույց հարցերով քննարկումներ են ընթանում, արդեն կարելի է առաջընթաց և երկխոսության սկիզբ համարել։ Միևնույն ժամանակ սխալ կլինի էական արդյունքներ ակնկալել առաջին իսկ հանդիպումներից։ Առջևում շատ լուրջ աշխատանք կա անելու։ Այո, չլուծված է մնում գլխավորապես տարածքների հարցը։ Դեռ պետք է հաղթահարենք այդ բաժանարար գիծը։ Ուկրաինան պատրաստ չէ համաձայնել իր սահմանների փոփոխությանը։ Ռուսաստանը 2 տարի է իր ժողովրդին ասում է, որ հաղթում է։ Եթե Մոսկվան որոշի հրաժարվել տարածքային պահանջներից, ժողովուրդը կհարցնի, եթե հաղթում ենք, ինչու ենք տարածքներ զիջում։ Այս հարցը շատ բարդ է։ Համենայն դեպս մեզ հաջողվել է նեղացնել տարաձայնությունների շրջանակը, թողնելով միայն տարածքների հարցը։ Ուկրաինական զլմները գրում են, որ հիմնականում առաջընթաց է գրանցվել ռազմական բնույթի հարցերում, օրինակ հրադադարի մոնիթորինգի մեխանիզմները, սահմանումը, թե ինչն է կարելի համարել հրադադարի խախտում և այլն։ Հայտնի է, որ բանակցային սեղանին է նաև դեռ 2025 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգների ներկայացրած խաղաղության ծրագիրը։ Ուկրաինայի արտգործնախարարը օրերս տեղեկացրել է, որ Կիևը պատրաստվում է 20 կետանոց խաղաղության ծրագիր ստորագրել Միացյալ Նահանգների հետ։ Այնուհետև Վաշինգտոնն առանձին փաստաթուղթ կստորագրի Ռուսաստանի հետ։ Հասկանանք, ինչ է ենթադրում ամերիկյան ծրագիրը և հենց սկզբից նշենք, որ Մոսկվան դեռ հավանություն չի տվել դրան։ Նախ ըստ ծրագրի վերահաստատվում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, կողմերը չհարձակման մասին պայմանավորվածություն են ձեռք բերում։ Վաշինգտոնը և Կիևը մշակում են Ուկրաինայի վերականգնման, ներդրումների, բնական ռեսուրսների, հանածոների համատեղ արդյունահանման ծրագրեր։ Փաստաթղթով նախատեսվում է, որ Ուկրաինան եվրաինտեգրման հեռանկար է ստանում, հաստատում է ոչ միջուկային կարգավիճակը, իսկ երկրի զինված ուժերի թիվը խաղաղ պայմաններում մնում է 800 000-ի սահմանում։ Ռուսաստանը և Ուկրաինան պարտավորվում են պայքարել ազգային անհանդուրժողականության դեմ։ Ինչ վերաբերում է Զապորոժիեի ԱԵԿ-ին, Միացյալ Նահանգները առաջարկում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ համատեղ վերահսկողություն հաստատել ատոմակայանի նկատմամբ։
Առանձին կետ կա տարածքների մասին։ Առաջարկվում է, որ Ռուսաստանը հետ քաշի զորքերը Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևսկի, Սումիի եւ Խարկովի մարզերից։ Մյուս տարածքների հետ կապված առաջարկվում է երկու հիմնական տարբերակ։ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերում կողմերը կանգ են առնում շփման գծի երկայնքով, այնուհետև շարունակում են այդ տարածքների շուրջ բանակցությունները։ Մյուս տարբերակով Դոնբասում ստեղծվում է հատուկ տնտեսական գոտի։ Այս կետերի մասին հայտնի է դարձել 2025 թվականի դեկտեմբերին։ Կիևը թե նախնական փուլում, թե հիմա խնդրահարույց է համարում առնվազն տարածքների մասով առաջարկները, սակայն պատրաստակամություն է հայտնել ամերիկյան ծրագիրն ընդունել որպես բանակցությունների հիմք։ Պաշտոնական Մոսկվան չի ընդունում մի շարք դրույթներ, սակայն չի էլ մերժում ծրագիրը։ Հետաքրքրական է, որ ամերիկյան ծրագրին, որը կարող է հիմք հանդիսանալ Ռուսաստան-Ուկրաինա խաղաղ կարգավորման համար, ի սկզբանե ներգրավված է նաև եվրոպական կողմը, սակայն փաստաթղթի կնքման մասին հայտարարությունների ֆոնին Կիևից հայտնեցին, մեջբերեմ, Եվրամիության ստորագրությունը չի լինելու։ Այս հայտարարությանը հաջորդել է Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցը։ Էմանուել Մակրոնը շեշտել է, Եվրոպան պետք է բանակցային գործընթացի մաս լինի։ Զելենսկիի հետ քննարկել ենք Աբու Դաբիում կայացած հանդիպումները։ Համաձայնել ենք, որ եվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն բանակցություններին։ Ֆրանսիայի դիրքորոշումը հստակ է, վճռական ենք ուժեղացնելու Ռուսաստանի վրա ճնշումը։ Կիևի աջակիցների կոալիցիայի շրջանակում շարունակում ենք աշխատել արդար եւ երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որը կերաշխավորի Ուկրաինայի եւ Եվրոպայի անվտանգությունը։ Հարկ է նշել, որ 20 կետից բաղկացած հիմնական ծրագրից բացի փաթեթային տրամաբանությամբ քննարկվում են նաև այլ փաստաթղթեր։ Դրանք են Ուկրաինայի վերականգնման ճանապարհային քարտեզը, որը վերաբերում է մինչև 2040 թվականը երկրի հետ պատերազմյան վերականգնմանը եւ տնտեսական զարգացմանը։ Երկրորդը ԱՄՆ-Ուկրաինա երկկողմ փաստաթուղթը Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրելու վերաբերյալ եւ երրորդը անվտանգության երաշխիքների մասին Ուկրաինա-ԱՄՆ-Եվրոպա եռակողմ առանձին փաստաթուղթ։ Այսպիսով անդրադառնանք տարածքներից հետո երկրորդ հիմնական տարաձայնությանը, անվտանգության երաշխիքներին, որոնք ևս բանակցային գործընթացի կարևոր մաս են։ Աբու Դաբիի բանակցությունների ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին հայտնեց, որ Միացյալ Նահանգներ Ուկրաինա անվտանգության երաշխիքների երկկողմ համաձայնագիրը 100%-ով պատրաստ է։ Այժմ սպասում են ստորագրման ամսաթվի եւ վայրի հստակեցմանը։ Անվտանգության երաշխիքների եւ դրանց Եվրոպայի մասնակցության մասին մանրամասները հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Կիևի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ընդհանուր համաձայնագիրը կա։ Դա ենթադրում է պատերազմից հետո Ուկրաինա եվրոպական ոչ մեծաթիվ զորքեր ուղարկելու հնարավորությունը, առաջին հերթին Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից։ Հարկ է շեշտել, որ անվտանգության երաշխիքները հնարավոր չեն լինի առանց Վաշինգտոնի ուժեղ աջակցության, քանի որ եվրոպական երկրները բավականաչափ ներդրումներ չեն կատարել իրենց պաշտպանական ոլորտում։ Նշենք, որ ամերիկյան կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է երաշխիքներ տրամադրել, սակայն պատրաստ չէ դրանց շրջանակում ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա։ Փոխարենը Վաշինգտոնը խոստանում է ցուցաբերել քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական աջակցություն, այդ թվում զինամթերքի մատակարարումների, հետախուզական տեղեկությունների եւ զինված ուժերի վերապատրաստումների տեսքով։ Հետպատերազմյան Ուկրաինայում եվրոպական բազմազգ ուժեր տեղակայելու մասին նշված է նաև հունվարի 6-ին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի ղեկավարների ստորագրած հռչակագրում։ Ակնկալվում է, որ դրանք պետք է ապահովեն Ուկրաինայի անվտանգությունը ծովում եւ օդում, ինչպես նաև նպաստեն հանրապետության բանակի ամրապնդմանը, որը Ռուսաստանի կողմից հնարավոր նոր ագրեսիայի դեպքում պետք է դառնա պաշտպանության առաջին գիծը։ Բացի այդ, նույն օրը Ուկրաինայի աջակիցների կոալիցիայի հանդիպման արդյունքներով ընդունվել է եվրոպական անվտանգության երաշխիքների շրջանակը հստակեցնող Փարիզյան հռչակագիրը, որում կրկին ընդգծվում է Վաշինգտոնի դերակատարումը։ Ըստ փաստաթղթի ի թիվս այլնի պատերազմի դադարեցումից հետո կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը Միացյալ Նահանգների ղեկավարությամբ կհետևի հրադադարի պահպանմանը։ Օրերս խոսելով անվտանգության երաշխիքների մասին, պետքարտուղար Մարկո Ռուբիոն ձևակերպել է Վաշինգտոնի մոտեցումը։ Բանաձևը հետևյալն է. եվրոպացիներն առաջնագծում են, Միացյալ Նահանգները թիկունքում, իհարկե ոչ ուղիղ իմաստով։ Վերադառնանք անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթին, որը Վաշինգտոնն ու Կիևը համաձայնեցրել են։
Փաստաթղթի բովանդակությունը կողմերը դեռևս ամբողջությամբ չեն բացահայտում։ Հստակ չէ նաև, թե երբ այն կստորագրվի։ Ըստ Financial Times-ի աղբյուրների ամերիկյան կողմը զգուշացրել է Կիևին, որ անվտանգության երաշխիքներ կտրամադրի այն ժամանակ, երբ Ուկրաինան ստորագրի խաղաղության համաձայնագիրը, որով Կիևն ամենայն հավանականությամբ ստիպված կլինի հրաժարվել Դոնբասից։ Սակայն ըստ պարբերականի ուկրաինական կողմն այդ հարցում չի վստահում Վաշինգտոնին։ Նշենք, որ Սպիտակ տունը հերքել է այս տեղեկությունը։ Ինչի մասին են պայմանավորվել Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան, Կրեմլում եւս չգիտեն։ Ռուսական կողմը նաև պնդում է, որ բացի Կիևից անվտանգության երաշխիքներ պետք է տրամադրվեն նաև Մոսկվային։ Մոսկվան չգիտի, թե Վաշինգտոնն ու Կիևը անվտանգության կոնկրետ ինչ երաշխիքների շուրջ են համաձայնության եկել, ըստ երևույթին խոսքը ռուսաֆոբ քաղաքականություն վարող ուկրաինական ռեժիմի օգտին երաշխիքների մասին է։ Արևմտյան անվտանգության երաշխիքները, որոնց նպատակն է Ռուսաստանի համար վտանգ ներկայացնող Կիևի ռեժիմին պահել նախկին Ուկրաինայի տարածքի որոշ հատվածներում, դժվար թե երկարատև խաղաղություն ապահովեն։ Մոսկվայի համար ընդունելի երաշխիքները ձևակերպվել են 2022 թվականի ապրիլին Ստամբուլում։ Անդրադառնալով Մոսկվայի պահանջած անվտանգության երաշխիքներին, ռուսական կողմի համար կարևոր է, որ կոլեկտիվ անվտանգության նոր մեխանիզմներ մշակվեն, Ուկրաինան եւ Արևմուտքը պարտավորվեն չսպառնալ Ռուսաստանի անվտանգությանը։ Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքների շրջանակում Ուկրաինայում եվրոպական ուժերի տեղակայմանը, Մոսկվան դեռ վաղուց է հայտարարել, որ իր տարածքների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի առկայությունը կարմիր գիծ է։ Այսպիսով բանակցային գործընթացը շարունակվում է։ Չնայած փոքր առաջընթացի մասին հայտարարություններին, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հիմնական տարաձայնությունները պահպանվում են։ Դրանք ըստ ռուսական կողմի վերաբերում են ոչ միայն բացառապես տարածքներին, ինչպես պնդում է Վաշինգտոնը, այլև անվտանգության երաշխիքներին։ Ըստ Կիևի արդեն ժամանակն է, որ Պուտինն ու Զելենսկին հանդիպեն։ Ի պատասխան ռուսական կողմը Ուկրաինայի նախագահին հրավիրում է Մոսկվա։ Հատկանշական է, որ այս ֆոնին լարվածություն է նկատվում Կիև-Արևմուտք հարաբերություններում։ Զելենսկին քննադատում է Եվրոպային վճռականության պակասի համար, միևնույն ժամանակ հույս հայտնում, որ անվտանգության երաշխիքների շրջանակում Ուկրաինան մինչև 2027 թվականը կդառնա ԵՄ անդամ։ Սակայն Եվրոպան այս հարցում լավատես չէ։ Զուգահեռ հարց է առաջանում, որքանով է Եվրամիության ձայնը որոշիչ բանակցային եւ ավելի լայն կարգավորման գործընթացում։ Քաղաքական էսկալացիան ուղեկցվում է կատաղի մարտերով ու Ռուսաստանի եւ Ուկրաինայի խաղաղ բնակչության թիրախավորմամբ։ Մոտալուտ կարգավորման հեռանկարի բացակայության պայմաններում Կիևն առաջարկում է գոնե ժամանակավոր ամբողջական հրադադար հաստատել, ինչը Մոսկվան այս պահին անիրատեսական է որակում։ Այսօր օրակարգում ռուս-ուկրաինական բանակցություններն էին։